Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր նորից իմ խոհանոցում ենք եւ մի քանի իմ բաժանորդների խնդրանքով ուզում եմ այսօր պատրաստել ձեզ հետ միասին իհարկե կուլիչ, այսինքն չամիչով պասխա են ասում, չգիտեմ, բուլկի, խմոր է, մի խոսքով ինձ թվում է բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ է կուլիչը, սկսենք միասին։ Ուրեմն կուլիչի համար մեզ հարկավոր է մի քանի, ոչ թե մի քանի, այլ շատ բաղադրատոմսեր կան կուլիչի, բայց ինձ այս բաղադրատոմսը շատ է դուր գալիս։ Ուրեմն մեզ հարկավոր է 200 գրամ գոլից տաք կաթ, ավելացնում ենք 25 գրամ թարմ խմորիչ, կարող եք 8 գրամ չոր խմորիչ լցնել, ոչ մի տարբերություն չկա։ Մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք մի լիքը թեյի գթալ շաքարավազ, և ավելացնում ենք 100 գրամ ալյուր։ Մենք հիմա պատրաստում ենք խմորիչ, այսինքն սիրելի հետևորդներ, սկսում ենք հիմա խմորի պատրաստումը արդեն։ Մեզ հարկավոր է 4 դեղնուց, 4 ձվի դեղնուց, մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, 100 գրամ մեզ շաքարավազ է հարկավոր։ Ավելացնում ենք կես թեյի գթալ աղ և 1 տուփ վանիլ։ Ինձ մոտ շաքարային վանիլ է։ Մաքուր վանիլ ավելացնելուց խնդրում եմ զգույշ եղեք, որ շատ չլինի վանիլի համը։ Մի փոքր էլ էսպես ենք խառնում։ Տեսեք, այսպիսի զանգված ենք ստացել։ Սիրելիներս, հիմա տեսեք, այսպես գեղեցիկ բարձրացել է մեր, տեսեք, այսպիսի տեսք է ունենալու խմորիչի և կաթի շաքարավազի խառնուրդը, տեսեք, շատ լավ բարձրացել է։ Ավելացնում ենք ձվի դեղնուցի վրա։ Մի փոքր այսպես խառնում ենք։ Լավ խառնելուց հետո, որ զգում ենք արդեն շաքարի հատիկներ չկան, հալվել են, ավելացնում ենք ալյուրը, քիչ-քիչ։
լավ խառնելուց հետո, որ համոզվում եք, իրականում զգում եք, որ ալյուրը քիչ է, մի փոքրիկ էլ ենք ավելացնում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ ալյուրները տարբեր են լինում։ Մի փոքրիկ նորից ալյուր եմ դրել, որպեսզի շատ քիչ ավելացնեմ։ Շատ քիչ ենք ավելացնելու, որ հետո չհագեցնենք ալյուրով խմորը։ Վերջ։ Ինձ թվում է արդեն շատ լավ է։ Տեսեք, այսպիսի խտություն պիտի ունենա խմորը։ Այսպիսի։ Հիմա մի րոպե, մեկ րոպեից միանամ ձեզ հետ ավելացնում ենք այս մեր արդեն լավ խառնած խմորին 100 գրամ թույլ, տեսեք ինչքան թույլ է իմ մոտ կարագը, թույլ կարագ, տեսեք և խառնում ենք, արդեն ձեռքով, հիմա վերցնում ենք մաքուր աման և կարագը պատելու ենք, լավ պատում ենք կարագով, այսպես, և վրայից մի փոքրիկ այսպես ալյուր ենք, ցանկ, արդեն մեր խմորը, լավ խառնած խմորը լցնելու ենք այս թասիկի մեջ, որ բարձրանա։ Մեկ րոպեից գդալվեցին, խաչ եմ անում և ծածկում ենք, տեսեք, դնելու ենք լույսը վառած ջեռոցի մեջ, որպեսզի լավ բարձրանա մեր խմորը։ Սիրելի բարեկամներ, մեր խմորը լավ բարձրացել է արդեն, խնդրում տեսեք, այսպիսի գեղեցիկ խմոր ենք ստացել, շատ լավ է բարձրացել, հիմա մի փոքր պիտի հունցենք ու ձևավորենք արդեն։ Տեսեք, այսպիսի շատ լավ խմոր ենք ստացել։ Նույնիսկ այսպես։ Շատ թուլիկ խմոր է լինելու։ Հիմա մի փոքր հունցում ենք, որ
Օդը դուրս հանենք խմորի միջից։ Հիմա տեսեք ավելացնում ենք ուրեմն այստեղ ինձ մոտ չամիչ է 150 գրամ մաքուր լվացած եւ չոր արդեն եւ չոր մանգո է մանգո եւ պապայա կարծեմ այո մանգո եւ պապայա Տեսեք հիմա խառնում ենք Ուրեմն սիրելիներս հիմա տեսեք այս մեր ձևամանները գուլիչի համար յուղ ենք անում ավելի շուտ հալեցրած կարակ ենք անում որպեսզի շատ լավ դուրս գա այսպես Ինձ թվում է այս տղտյա ձևամաններից Հայաստանում էլ են վաճառում Եթե չեք ուզում այսպիսի ամանների մեջ կարող եք սովորական աման վերցնել եւ տարբերություն չկա Սա մի փոքր մեծ է բաժանելու եմ 4 հավասար մասի 4 մասի սա մի փոքր մեծ է մի փոքր մեծ կվերցնեմ այսպես Տեսեք մեր խմորը պիտի գրավի 1/3 մասը գեղեցիկ ձև ենք տալիս տեղադրում ենք Սա մենք Չամիչի ու չոր մրգի չափը դուք ինքներդ որոշեք շատ եք ուզում շատ կարելի է անել այնպես որ չափ կարող եմ գրել չափը ինձ մոտ ինչքան է բայց ավելի լավ կլինի որ ձեր ուզած չափի լինի Մեկ-երորդ մասը մենք արդեն տեղավորեցինք։ Հիմա պիտի նորից բարձրանա, նորից դնելու ենք լույսը վառած ջեռոցի մեջ կամ ինչ-որ տաք տեղ։ Այսպես ու ծածկելու ենք։ Այսպես, սպասենք մինչև բարձրանա։ Սիրելի բարեկամներ, տեսեք արդեն բարձրացել է։ Գուլիչը տեսեք և արդեն թխելու ժամանակն է այսպես
Ուրեմն ես արդեն նախորդ միացրել եմ ջեռոցը 180 աստիճանի տակ ենք եփելու, ստուգելու ենք փայտիկով։ Հիմա պատրաստում ենք երեսին քսելու բեզին։ Ինձ մոտ այստեղ մեկ ծրի սպիտակուց է, շաքարի փոշի եւ մի փոքրիկ կիտրոնի հյութ։ Իսկ բեզ է ստացանք, որը պիտի քսենք գուլիչների, այսինքն մեր փչամիջով այդ զատիկի համար նախատեսված խմորեղենի երեսին։ Արդեն պատրաստ են գուլիչները, սիրելիներս, հիմա մենք քսում ենք արդեն բեզեն։ Հենց այսպես տակ-տակ քսելու ենք։ Այնքան տաք է, որ ինքը հենց ինքնուրույն արդեն չորանում է։ Եվ արդեն զարդարում ենք, տեսեք, այսպիսի գունավոր շաքարիկներ են։ Այստեղ ունենք շոկոլադ, գույնզգույն, սև և սպիտակ։ Կարող եք ընկույզ լցնել վերևից, կարող եք քերած նուշ լցնելու, ինչպես կուզի։ Այսպես։ Այսպես սիրելիներս, դեռ տաք է, մի փոքր սառի ու արդեն կանջատենք այս ձևամաններից, թղթերից, շատ տաք է դեռ։ Եվ այսպես մենք վերջացրինք, արդեն սառել են մեր
Գուլիչները տեսեք այսպեսի շատ լավ եփված գուլիչներ ենք ստացել, տեսեք։ Հիմա կտրենք։ Տեսեք ինչպեսի գուլիչ ենք ստացել։ Շատ լավն է։ Այսպես։ Ասեմ, որ շատ համեղ է, շաքարը չափավոր, իրականում շատ համեղ է։ Եվ այսպես սիրելիներս, ավարտեցինք այսօր էլ մեր տեսահոլովակը, ասեմ, որ դուք կզգաք, որ արդեն մեր սիրելի օպերատորը տանն է, մենք լավ ենք արդեն, նկարեցինք միասին, շատ համեղ գուլիչներ ստացանք, ուզում եմ ձեզ ասել, որ սիրելիներս մի խուսափեք գուլիչ սարքելուց, ես գիտեմ, որ բոլորն էլ մտածում են, որ շատ բարդ է, չի բարձրանա, չկա այդպիսի բան։ Փորձեք, անպայման ստացվելու է։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շատ շնորհակալ եմ, որ անհանգիստ եք, որ հարցնում եք ամուսնուս առողջական վիճակի մասին, զգացված եմ, շատ շնորհակալություն։ Սիրելի իմ բաժանորդներ, ուզում եմ մեր հայրենակցի մասին ձեզ ասել, ուրեմն Արցախից է մեր հայրենակիցը, ես շատ պատահական YouTube-ում տեսա իր տեսահոլովակը և շատ գրավեց ինձ, շատ հաճելի կին է, ուրեմն ալիքի անունն է Զոյայի խոհանոցը, շատ հաճելի կին է, ում հետաքրքրում է Արցախի խոհանոցը, անպայման խնդրում եմ միացեք, դիտեք, թող առաջ գնա մեր հայրենակցուհու ալիքը։ Ես շատ շնորհակալ կլինեմ։ Արդեն մի քանի անգամ ես մոռանում եմ, որ Զոյա ջան, ինձ թվում է դու ինձ դիտում ես, ողջույններս, ես իրականում շատ այսպես զբաղված էր իմ ուղեղը, այդ պատճառով ես միշտ մոռանում էի, կներես, խնդրում եմ, այս անգամ իհարկե չմոռացա։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, որ դիտում եք, որ գեղեցիկ բառեր եք գրում, որ ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Ավարտենք այսքանով, մինչ նոր համեղ հանդիպում։ Ասեմ, որ հաջորդ մեր տեսահոլովակը լինելու է այն չամիչով խմորեղենը, որը մենք ենք պատրաստում մեր զատիկի համար։ Մեր երեխաները ճիշտը որ ասեմ գուլիչ այդքան էլ չեն սիրում, ուղղակի մենք չամիչով և չոր մրգերով մի փոքրիկ ուրիշ խմորեղեն ենք պատրաստում, որը ես հաջորդ անգամ անպայման ձեզ համար կպատրաստեմ։ Ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։